Ես հարց կուզեմ տամ ձեզ, դուք չեմ կարծում, որ կա տենց մարդ, որ ես հարցին այո պատասխանի, դուք ուզում եք համարվեք անպատիվ անձնավորություն, հասարակության մեջ, հա, ուզում եք ձեր պատիվը մարդկանց մոտ կորցնեք, չէ, ուզում եք, կա ստեղ մեկը, օրինակ մեկը կարող ասի ես ուզում եմ, կամ մարդ, որ ուզում է իր պատիվը հասարակության մեջ, ընտանիքում, դպրոցում, աշխատանքի վայրում կորցնի, չեք ուզում, դուք ուզում եք ձեր պատիվը մնա, այո, բայց դրա համար մի բան է պետք անել, լսեք, այն ծառը, որ կոտրում է իր արմատները, այն կչորանա բոլորից շուտ, իսկ քո արմատները քո ծնողներն են, եթե դու այն մեկն ես, որ կարող ես հրապարակայնորեն ամեն տեղ, որտեղ կանգնես, այնտեղ խայտառակես քո ծնողներին, հորդ, հիմնականում առաջին սանդղակի վրա հայրն է, մայրերը շահել են այդտեղ, ավելի շատ հայրերին են խայտառակում, քան մայրերին, խայտառակել քո հորը, խայտառակել քո մորը, բոլորի առաջ, պուբլիչնի, հրապարակայնորեն խայտառակել քո ծնողներին եւ ասել, գիտեք, ես ուզում եմ ձեզ ասեմ, որ ես իմ կյանքում եթե չեմ կայացել ու չեմ դարել որևէ մեկը, մինչդեռ ես կարող էի լավ մարդ դառնայի, կարող էի լավ կրթություն ստանայի, այ որ հայրս խելքը գլխին մարդ լիներ, այ որ հայրս իր տեղում լիներ, ես այսպես չէի լինի, այնպես չէի լինի, հենց ուզում եմ սկզբից ասել, եթե նման մտածելակերպ ունեցող մարդ ես, դու քո արմատները խայտառակող մարդ ես, որովհետև եթե դու խոսում ես քո ծնողի մասին, այս բաները, դու արմատներիդ մասին ես խոսում, ու եթե խայտառակում ես քո ծնողին, խայտառակում ես քո արմատները, և եթե ես լսեի քեզ, ապա իմ դիմացի կանգնացի, որ քո դիմաց կանգնացա, իմ ենթագիտակցության մեջ կմնար հետևյալը, դու անհաջող անձնավորություն ես, ինչու, որովհետև դու դառը հոգի ունեցող մարդ ես, և քո մեջ չի կարա երբեք լավ պտուղ լինի, քանի որ քո ծնած բերած ծնողին կարող ես խայտառակել, մենք բոլորս դա արել ենք, մենք բոլորս թույլ ենք տվել սխալները, բայց հիմա եկել է ժամանակը դա շտկելու, քո կյանքում երբեք արևը լիակատար չի ծագի, եթե դու ծնող խայտառակող ես,